Եթե առավոտյան հիմնական մեր թեման Իրանն էր եւ այն 14 երկիրը, որին Իրանը հարվածել էր, ամերիկացիների հարվածներ, Իսրայելի հարվածներ, օրվա երկրորդ կեսից հետո համար առաջին թեման դա Ադրբեջանում, Նախճիվանում տեղի ունեցող այդ պայթյունները, որը մեղադրանքով ներկայացնում են Իրանին եւ այսօր արդեն մենք դիտարկում ենք ըստ որոշ աղբյուրների, որ Ադրբեջանը մեծ ուժեր է սկսել կուտակել Իրանի սահմանին, հիշեցնեմ, որ Իրան-Ադրբեջան սահմանը մոտ 700 կիլոմետր է, հրետանի է այնտեղ կուտակում որոշ այլ ուժեր, հատուկ նշանակության ջոկատներ եւ այլն։ Չեմ ուզում նեղացնեմ Ադրբեջանի ժողովրդին, բայց ոնց որ թե իրանց ղեկավարը եւ ղեկավարությունը իրենց դրել են Ալեքսանդր Մակեդոնսկիի տեղը մեր տարածաշրջանում, բայց ասեմ ինչի է այդպես, Հավատացեք, սա պլանավորված գործողություններ է, Ադրբեջանը ունի որոշ պարտավորություններ Միացյալ Նահանգների առջև Արցախի հազման համար, Ամերիկայի Միացյալ Նահանգները արեց ամեն ինչ, որ առաջինը ռուսական զորքերը Արցախից դուրս գան եւ երկրորդը որ Արցախը հանձնվի Ադրբեջանին։ Հիմա ոնց որ թե եկել է ժամանակը ասացված կա, այսպես ռուսերեն ասեմ, ասում է դոլգ պլատեժում կրասին։ Եկել է ժամանակը, որ Ադրբեջանը իր պարտավորությունները կատարի։ Չնայած ասեմ, որ չեմ զարգանա, որ հերթական անգամ ասենք իրանք, այսպես ասեմ, հասարակ լեզվով չկատարեն իրենց պարտավորությունները, մենք բազմիցս դրա հետ առնչվել ենք։ Մանավանդ թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, չնայած դա մի ժողովուրդ է, ցավոք սրտի այդպես է, ցավոք սրտի։ Դա համար պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Այսօր մեր իշխանությունը գոռում է, որ տեսակ մենք ինչ խաղաղություն ենք եւ այլ, մեղադրելով նախկին իշխանություններին ամեն ինչի մեջ, բայց ճիշտ ասած ես էլ եմ շատ այսպես վերապահումով վերաբերվում նախկին իշխանություններին, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ 30 տարվա մեջ նախկին իշխանությունների օրոք եղել է մի հատ 4 օրվա այսպես գործողություններ։ Ասում են պատերազմ, ինչ-որ կոպի անելով այդ Իսրայելի 6-օրյա պատերազմը, պատերազմ չի եղել։ Այնտեղ եղել է ընդամենը գործողություններ, մարտական գործողություններ, սահմանափակ մարտական գործողություններ։ Իրանք այս 8 տարի է, հələ իրանց թազա են համարում, արդեն 5 անգամ հնացել են։ Բայց տեսեք, քանի պատերազմ ա եղել այս 8 տարվա մեջ։ 44 օրվա պատերազմ եւ 23 թվի պատերազմը, որը որ պարտություն տվեց։ Ինչ խաղաղության, այսպես գաղափարի մասին են խոսում, չեմ հասկանում։ Ու էլի չի լինելու խաղաղություն։ Մեր այսօրվա ռեգիոնը գտնվում է մեծ, այսպես հարվածների տակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը այսպես ամեն ձևի մտնում են մեր տարածաշրջան, ու ես կարծում եմ, որ հայոց պետությունը այդտեղ ապագա չունի։ Լուրջ դեմքով, երբ որ մեր երկրի ղեկավարները խոսում են անվտանգության մասին, ասում են պարլամենտում ասում է, այս 3 ժամը ստե նստած են, երկրի անվտանգությունը ասենք չեն կարող զբաղվենք։ 3 օր կուկուռուզ էիր ուտում, ընդ կռիվ է եթում էր։ Բայց երկրի անվտանգությունը ուր էր այս 3 օր։ Այդ ոնց էլա պարլամենտում 3 ժամը քեզի եսի ինչ վնաս տվեց։ Հենց հիմա ուզում եմ հուշեմ մեր երկրի ղեկավարությանը։ Պետք է հավաքվի անվտանգության խորհուրդ եւ քննարկի հավանական Ադրբեջանի մուտքը այդ պատերազմի մեջ եւ դրա հավանական հետևանքները մեր համար։ Այ հիմա արդեն պետք է անի։ Հեսա կանցնի երկու օր էլ կուկուռուս կուտեն, հուշում եմ արեք, ես նպատակ չունեմ ամեն ձևի ինչ որ
Գցեմ, չէ, ասում եմ արեք։ Իրոք լուրջ բան է։ Շատ լուրջ բան է։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ եթե Ադրբեջանը մտավ, դա նշանակում է Թուրքիան էլ անդեն գրկված լինելու։ Ուղակի անուղակի ձևով։ Սա լուրջ է մեր համար, ահավոր լուրջ։ Եվ պետք է թանկ կներեք Ղուրբան լինենք ռուս զինվորների, որ այսօր մեր սահմանին կանգնած են։ Հələ չեն հասկանում, մի շատերը ինձ քննադատեն, հələ չեն հասկանում։ Հələ որ չեն հասկանում։ Որ մենակ իրանք են իրական մեր պաշտպանողը։ Ոչ մի ամերիկացի մեր համար ասենց չել մտածի։ Ոչ մի ամերիկացի։